Հանգարսյան մի քանի հարց տամ, թե դեմ չեք։ Առաջինը վերաբերվում է ձեր նշած քաղաքականությանը COVID-ին նախորդող, որ մենք ակնկալում ենք, որ կբարձրանա սղաճը եւ դրա համար բարձրացրեցինք տոկոսները, տնտեսությունը սառացրեցինք։ Այո, մենք ինֆլյացիոն մեծ հարված չունեցանք, բայց փոխարենը Հայաստանի տնտեսական անկումը համեմատած շատ այլ երկրների հետ, վստահ եմ, որ դուք դա արել եք, շատ ավելի մեծ է եղել, քան թե գլոբալ միջինը։ Հիմա կարող ենք իհարկե պատերազմի հետ կապել, բայց պատերազմը սկսում, պետությունները սկսում են ավելի շատ ծախսել եւ դա տնտեսության վրա գոնե կարճաժամկետ կտրվածքով աճ է բերում, ռուսական քաղաքականությունը տեսնում ենք։ Հիմա արդյոք դուք գնահատել եք տոկոսների բարձրացումը, տնտեսության սառեցումը, ինչքանով է նպաստել այդ նվազման, որովհետև եթե 99 թվականը վերցնենք որպես 0, 2000-2001 թվականներին, ինչ որ մենք կարծեմ 2002 թվականին նոր դուրս եկանք 99 թվականի մակարդակին։ Դա առաջի հարցը։ Երկրորդ հարցը վերաբերում է բանկային ծառայությունների ինֆլյացիային։ Այսինքն 24 ժամ չկա, ես բանկերից մեկից էլի email եմ ստացել, որ ծառայությունները բարձրանում են։ Ու իրանք փոխարեն ուզում են դա կոմպենսացնել ինչ-որ մի ծառայության, չեմ ուզում կոնկրետ ասեմ, որ չիդենտիֆիկացվի, ինչ-որ մի ծառայության սահմանաչափի մեծացման, բայց այսինքն վերցնում են այն ինչ որ ես ուզեմ, չուզեմ պետքա վճարեմ, թանկացնում են, բայց առաջարկում են մի բան, որը ես չգնամ այդ բանկում իր հաճախորդներից քանիսն է օգտվում այդ սահմանաչափը։ Ես խնդրեմ նշեք, դուք հաշվարկներ արել եք արդյոք թե բանկային ծառայությունների ինֆլյացիան ինչքան է կազմում։ Եվ երրորդ հարցը կապված, եկեք 4 հարց տամ, երրորդ հարցը կապված այս լիկվիդայնության հետ։ Այսինքն իրոք ունենք ահռելի լիկվիդայնություն, որը ցույց է տալիս, որ բանկերը փողը վերցնում են, բայց չեն կարողանում տեղաբաշխել։ Եվ հիմա էլ տեղաբաշխված գումարների հետ կապված, այսքան բանկերը եւ ֆինանսական այլ կազմակերպությունները էապես ֆինանսավորում են սպառումը։ Տեսնում ենք, չէ՞, բուն տնտեսության, իրական տնտեսության ֆինանսավորման ծավալները համեմատած սպառման ֆինանսավորման հետ երևի կրկնակի ավելի քիչ են։ Այսինքն եթե նայենք 1/3 սպառողական վարկեր, 1/3 հիպոթեք, մնացածը չգիտեմ գյուղատնտեսական վարկեր եւ այլն, բայց բուն արդյունաբերության ֆինանսավորումը 2-3 անգամ ավելի քիչ է, քան սպառման ֆինանսավորումը։ Այդ հարցերի կարգավորման ինչ լուծումներ եք առաջարկում, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար։ Գնաճի հետ կապված պարոն Խաչատրյան, անկումը Հայաստանում եղել է 20 թվին։ Մենք տոկոսադրույքը սկսել ենք բարձրացնել 20 թվի դեկտեմբերին, այսինքն մեր տոկոսադրույքի բարձրացումը անկման վրա որևէ ազդեցություն չէր կարող ունենալ։ Մեր բարձրացումից հետո 21-ին, եթե ես չեմ սխալվում, մենք ունեցել ենք 7% տնտեսական աճ, 5.8 ներողություն, 5.8, հետո ունեցել ենք 12.6, հետո ունեցել ենք 22-ին, 21-ին ունեցել ենք 5.8, 22-ին ունեցել ենք 12.6, 23-ին ունեցել ենք 8 քանի, 7 քանի եւ 7 քանի։ Այսինքն մեր քաղաքականությունը հենց նպատակադրված է նրան, որ մենք մինիմալ ծախսերով անենք տնտեսության համար այդ, որտեղ մեր տոկոսադրույքի որոշման կարևոր կոմպոնենտներից մեկը դա պոտենցիալ հնայի եւ հնայի տարբերությունն է, ինչպես գիտեք Թեյլորի կանոնով։ Այսինքն մենք անընդհատ դրան նայում ենք։ Հենց որ ծախսերի տեսանկյունից ես կարծում եմ, որ շատ խելամիտ ենք եղել ու ավելի վատ է այն երկրների վիճակը, որոնք մինչև հիմա հələ թարգեթին չեն հասել քաղաքականության, երկիմաստության կամ բևեռացվածության պատճառով։ Ինչ վերաբերում է բանկային ծառայություններին, ես մեկ անգամ այդ հետազոտությունը, որ արել էինք, ընդհանուր ծառայությունների գնաճը Հայաստանում մոտարապես 30% էր, բանկային ծառայությունների գնաճը 7% էր։ Այսինքն այդ ներառում էր նաև բոլոր տիպի ծառայությունները ու բանկերին, բայց ես չեմ ասում 7% էր այդ ժամանակ, որ արել էինք, բայց ես 24-ի վերջն էր, եթե չեմ սխալվում։ Եթե իմ ներկայացրածի մեջ ես երկու բան ասացի կարևոր, որոնք որ վերաբերելու է մրցակցությանը, ու այդ երկրորդը, որը open banking-ի ներդրումն է, ես կարծում եմ այդ լինելու է
game changer առանցքային փոփոխություն, որպեսզի դուք կախված չլինեք մի ինստիտուտից, այլ շատ հանգիստ կարողանաք ընտրել այն ինստիտուտը, որը տալիս է այդ ծառայության համար լավագույն գինը։ Ինչ վերաբերում է լիկվիդայնությանը ու տեղաբաշխմանը, բանկերի կողմից լիկվիդայնության պահելը բարձր մակարդակի վրա մի քանի բացատրող փոփոխական ունի իր մեջ, ու բացատրողներից երևի թե ամենակարևորը դա բանկային համակարգի արտահանելի դառնալն է։ Այսինքն բանկերը այսօր սպասարկում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին, այլ բանկերը սպասարկում են նաև ոչ ռեզիդենտների։ Ու շահույթի մի զգալի մասը գալիս է իրանց ոչ ռեզիդենտների հետ փոխհարաբերություններից։ Շատ մեծ մասը։ Այո, հիմա այդ ծառայությունները, որ մատուցվում է, այդ գումարները, որ գալիս են, ես կարծում եմ այդ գումարները ներդնել օրինակ երկարաժամկետ հիպոթեկային վարկերի մեջ, եթե դու չգիտես այդ քո մոտեղած գումարի ժամկետայնության թեները, էլի համոզված չես դրանում, դրա համար էլ երևի թե լիկվիդայնությունը այս մակարդակի վրա է։ Ու տեղաբաշխման տեսանկյունից դուք ասում եք սպառողական, հիպոթեկային, ճիշտ եք ասում, ես հիպոթեկային այդքան սպառողական չէի դիտարկի, որովհետև ինքը ներդրումային է իր էությամբ նաև, բայց ավելի կարևոր փոփոխություններ ունենք։ Մի քանի օր առաջ բանկերը առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ տվեցին մեծ սինդիկացված վարկ, $300 միլիոն վարկ, Firebird-ին։ Այսինքն, եթե կան իրական հատվածում մեծ պրոյեկտներ, այսօր բանկերը չափի ու կարողությունների շնորհիվ կարող են այդ տիպի պրոյեկտներ ֆինանսավորել։ Իսկ ավելի լավ պրոյեկտ, քան օրինակ Firebird-ն է, չգիտեմ։ Ու 300 միլիոնը փոքր գումար չի։ Խնդրեմ։ Լավ, Firebird-ին հերթագակ խոսենք, նաև թե ինքնին ճնշում է դնելու էներգետիկ համակարգի վրա, նաև ձեր հետ, որտեղ դուք Firebird-ի անունը տվեցիք։ Հիմա խնդիրը, որտեղ հասկանում եք, ինչ մասն է խոսքը գնում Firebird-ը ինչքանով ազդելու մեր տնտեսության վրա, ինքը հասանելիություն է տալու, բայց արդյոք game changer-ը լինելու, ինչ ճնշում է բերելու էներգետիկ համակարգի վրա, սակագների վրա ոնց է ազդելու, ատոմակայանի խնդիրներն ոնց է լինելու, ակտիվ եւ ռեակտիվ հոսանքները արևային կայանի գեներացված։ Ես կարծում եմ, որ լավ խնդիր է, էլի լուծելու։ Քնես բարդ խնդիր է, էլի, այսինքն հա, էլի։ Այսինքն քանի չենք լուծել, դեռ չգիտենք ինչ է։ Հիմա տեսեք, 24 թվականին, եթե չեմ սխալվում, մեր սաղաճը 3.5-4, հա, այդքան էլ չէր ասում։ 24-ին 4-ից ցածր ենք եղել։ Այդ եմ ասում, այսինքն բանկերը կրկնակի ավելի թանկ են եղել, բանկային ծառայությունները կրկնակի ավելի թանկ են, քան թե մնացած ամեն ինչը։ Այդ այն դեպքում, երբ կենտրոնական բանկը գալիս եւ ասում էր, եկեք վերջ կանխիկից հրաժարվում ենք, սաղին համարյա ուժով տանում էին բանկային համակարգ եւ դա արդարացնում էին նրանով, որ բանկային ծառայությունների գումարը կընկնի։ Բայց 7% կրկնակի ավելի մեծ է եղել աճը, կൂട്ടակային աճը, մենակ 24-ով չէ։ Okay, աճը գնաճը համատում եք ընդհանուր կൂട്ടակային աճի հետ։ Ես լավ, եկեք նույն լեզվով խոսենք, լավ, 24-ի աճը ինչքան ա եղել, որ ես համեմատեմ ներկայացված, ուրեմն Վիժկոմի ներկայացված սաղաճին, այս լավ, այդ մի խնդիր է։ Հիմա լավ, իրական տնտեսության ֆինանսավորման մասին այս մենակ Firebird-ի օրինակն է, բայց ուրիշ խնդիր է։ Եկեք ընդունենք, չէ, այդ բերեցիք, բայց եկեք ընդունենք մի բան, լավ։ Այսօր մենք ունենք հսկայական ներդրում բանկերի կողմից տեղաբաշխում սպառողական վարկերի մեջ, սպառողական վարկերը տեսնում եք ինչ վիճակում է, ասկան գոնե կենտրոնական բանկի տրամադրած տվյալներով, որ ես խնդրել էի, հոկտեմբերի 1-ի դրությամբ կես տրիլիոնից ավել մայրգումար տոկոս տուժտուգանքներ, ասկան իրանք տալիս են սպառողական վարկեր, բնակչությունը 300,000-ից ավել մարդ, այսինքն չափահաս անձանցից երևի 6-ից 1-ը ունի սպառողական չգործող վարկ, անուսալի վարկ։ Մնացած սաղ սպառողական վարկերի մեջ են։ Զգալի մասը դա գալիս է խաղատներից իհարկե, այդ էլ ենք հասկանում։ Հիմա դա թողած մենք մյուսը հիպոթեկային խնդիր, եթե երկրորդ, երրորդ բնականը լինի, դեռ կհամաձայնվեի, որ դա ներդրում է, բայց մեծամասնությունը առաջի բնակարանն է, այսինքն նույնիսկ եթե կես-կես անենք, մեկը կստացի, որ բանկային պորտֆելի զգալի մասը գնում է սպառման ֆինանսավորման վրա, մեր ֆինանսական հատվածը եւ իրական հատված իրար չեն խոսում։ Հիմա կենտրոնական բանկը
ինչ դրան էլ հիմա եկեք ավելացնենք նաև կենսաթոշակային հիմնադրամ ֆոնդերը ներողություն եմ խնդրում։ Հիմա այս հարցը վստահ է որ մտահոգում է կենտրոնական բանկին, չի կարող չմտահոգի։ Ինձ հետաքրքիր է կոնկրետ ինչ որ քաղաքականություն իրականացվելու է իրավիճակը փոխելու համար։ Շնորհակալություն։ Եվ նաև այս risk based supervision-ը իհարկե լավ որ ասիկ, բայց ես հիշում եմ 97, 98-ից սկսած կենտրոնական բանկում մի հատ IMF-ը ռեզիդենտ ներկայացուցիչ ուներ, կանադացի էր, անունը չեմ հիշում, մի հատ էլ ամերիկացիներ իրան հիշում եմ, Cliff Ruder-էր, բանից էին, Bearing Point-ից էին, այսինքն այդ երկար գալիս է եւ շատ լավ է, որ քիչ-քիչ աճում ամեն ինչն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է վարկային պորտֆելին, բնականաբար ժամանակի ընթացքում ես չգիտեմ, էլի, ես օրինակ կնախընտրեի, որ երկրում կարևորագույն պրոյեկտները, որոնք որ իրականացվում են, ոչ թե լինեին բանկային վարկի ֆինանսավորման, այլ լինեին կապիտալի շուկայի ֆինանսավորման։ Այսինքն, այդտեղ կապիտալի շուկայի զարգացման հայեցակարգ կա կառավարության կողմից, որին մենք պիտի օժանդակենք ակնհայտորեն ու կբերենք նոր մոտեցումներ ժամանակի ընթացքում, հենց որ բանկերը որպես կանոն ինձնից լավ գիտեք Ամերիկայում, չէ՞, իրանք չեն ֆինանսավորում մեծ պրոյեկտներ, իրանք ֆինանսավորում են շրջանառու միջոցներ։ Հիմա այդ ընտրության հարց է, ու Ամերիկայում էլ բանկերի պորտֆելները որ նայեք, համոզված եմ կտեսնեք, որ սպառողական վարկերը, հիպոթեկային վարկերը իրանք էական դոմինանտ դեր ունեն, որտեղ այնտեղ կապիտալի շուկան զարգացած է։ Կոնտինենտալ Եվրոպան ուրիշ է, այո, միանշանակ։ Կոնտինենտալ civil code-ով ենք աշխատում։ Այո։ Եվ տրամաբանությունն են անում, որ civil code պետք է տենց էլ գործի։ Հիմա ինչ վերաբերում է բիզնես վարկերին, ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ իրական հատվածը տնտեսության ինչքան կարողանա գեներացնել նորմալ որակյալ պրոյեկտներ, այնքան ֆինանսավորում կստանա թե բանկերից, թե ներբաներից, կենսաթոշակայիններից, որտեղ գումարներ կան։ Ես այն օրը Firebird-ի միջոցառման ժամանակ էլ գոլեգաներին ասացի, որ ինչքան լավ պրոյեկտներ լինեն, այդքան ֆինանսավորում երկրում կա։ Բարեբախտաբար մենք եկել հասել ենք մի կետի, որտեղ որ բուֆերները ու խելամիտ քաղաքականությունը հենց են զուգորդվել, որ մենք ունենք այդ հնարավորությունը։ Այսինքն ստիպված չենք լինելու անընդհատ գնալ դրսից ինչ որ միջոցներ ներգրավել, արդեն ունենք ներսում կենտրոնացված լոկալ ռեսուրս, որը կարա տնտեսության զարգացմանը ծառայի։ Այդտեղ ուղղակի անխաչտրոնից լավ գիտեք խորքային խնդիրներ կան, իրական հատվածի որոշակի ավելի էֆեկտիվ աշխատելու հարցեր ունենք։ Թափանցիկություն, կորպորատիվ կառավարում, ռեյտինգներ, աուդիտ անցնել եւ այլն եւ այլն։ Հիգիենայի պայմաններ, որը ցիվիլ բիզնեսի մասին է խոսում։ Այն բիզնեսները, որոնք որ այդ տիպի բաներն են, ես շատ զարմացած եմ, ես վերջերս նայում եմ փոքր ու միջին բիզնեսի վարկավորման բաները։ Հա, բայց ես նայել եմ անհատական մակարդակով, այսինքն վարկարվարկ, բնականաբար։ Ես տեսա, որ կա զգալի մաս ՓՄԶ-ների, միջին ավելի շուտ ոչ թե փոքր, ովքեր որ 11%-ից սկսած վարկ ունեն։ Այն պարագայում, որ պետությունն է պարտքով փող վերցնում կամ բանկն է պարտքով փող վերցնում 10%-ին մոտ, բիզնեսները, որոնք որ լավն են, ստանում են 11-ից 12%-ով դրամային բիզնես վարկեր։ Կա իհարկե 19%-ով, բայց այդտեղ որակի հարց է։ Ու դրա համար մեր այս վերջին ծրագիրը, որը որ մենք հիմա իրականացնում ենք, ուղղվածա լինելու լավերին օժանդակելու, այսինքն այն ՓՄԶ-ները, որոնք որ նորմալ հարկերը վճարել են, նորմալ վարկերը մարել են, մենք բանկերի հետ ունենք պայմանավորվածություն, որ այդ ՓՄԶ-ների վարկային միջոցների որոշակի էժանացում տեղի ունենալու։ Այս պայդրությամբ մեր գնահատականով 1-ից 1.5%, որը էական է։ Վարկի տոկոսադրույքի 1.5-ից 1.5% նվազում։ 500 հոգի աշխատող չունի։ Քնա պրոբլեմը, 500 հոգի Հայաստանի համար է կատաստրոֆա, պետք է վերանայել եւ միջազգային։ Հիմա փորձում ենք, որովհետեւ տարբեր միջազգային, որտեղ ՄԻ վրա դա գործում է, ՓԻ վրա չի գործում։ Դա հիմա փորձում ենք ունիֆիկացնել նաեւ ՓԻ սահմանումը, որովհետեւ բանկերի մոտ մի սահմանում է, միջազգային կազմակերպությունների մոտ այլ սահմանում է, օրենքով այլ սահմանում է։